գիտեք ինչն է նաև անբարոյականության երևի բացահայտ դրսևորում է, երբ այս ամբողջը Նիկոլ Փաշինյանը գիտեք ոնց է արդարացնում կամ ներկայացնում, որ ինքը ժողովրդից է ստացել այդ քվեն, մանդատը ստացել է ժողովրդից եւ ժողովուրդն է իրեն պատվիրել, որ գնա եւ մաֆիայի գլուխը ջարդի։ Նախ ասում եմ ինքը մանդատ չի ստացել, ինքը այլևս ինքնակոչ ենոնքավանցի է, ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այո, մինչև 2026 թվականի հունիսի 7-ը այդ շատ վատ իշխանությանը մենք բոլոր հարցերում քննադատում ենք, բայց որևէ մեկս կասկածի տակ չէր դնում բանի այդ իշխանության լեգիտիմությունը, ճիշտ է։ Շատ անկեղծորեն ասում եմ, մենք քննադատում ենք, բայց լեգիտիմությունը կասկածի տակ չենք դնում։ Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը դարձել է ոչ լեգիտիմ վարչապետ։ Դա բոլոր չափանիշները, հետևաբար ինքը չի կարող ժողովրդի մանդատը շահարկել։ Հետո նույնիսկ եթե ընդունենք, որ որևէ ղեկավար 100%-ով լեգիտիմություն է, ժողովրդի մանդատը չի կարող փոխարինել սահմանադրական կարգավորումներին, այսինքն եթե ես 60% ձայն եմ ստանում, ես կարող եմ կայացնել միայն այդ 60%-ի շրջանակներում գործողություններ, որոնք սահմանադրությունը, օրենսդրությունը ինձ համար որպես պաշտոնյա պատվիրակել են։ Սահմանադրականության դեմ որևէ ոտնձգություն չի կարող արդարացվել ստացած վստահության քվեով։ Այսինքն տարրական բաներ է սա, ինչ ասեմ, որևէ բուհի առաջին, երկրորդ դասարանի քաղաքագիտության ճշմարտություններ եմ ես բացահայտում։ Բարձր քաղաքագիտությունից չեմ խոսում։